Ողջույն ընկերներ, այսօր ես սկսում եմ JavaScript-ի խնդիրների լուծման վիդեո շարք եւ առաջին խնդիրը, որը ես ուզում եմ լուծել, դա լինելու է գտնել երկրորդ ամենամեծ թիվը զանգվածի ներսում։ Ինչ եմ ընտրել հենց այս խնդիրը, քանի որ այն բավականին հաճախակի են հարցնում սկսնակ եւ միտ, նույնիսկ ինձ սենյոր հաստիկի համար հարցրել են։ Որպես ճիշտ է, որպես առաջին, որպես ոչ ամենաբարդ խնդիր, բայց հարցրել են եւ կուզեմ, որ այս խնդրի լուծումը դուք իմանաք եւ արագ վար լուծեք իմանալով բոլոր նյուանսները։ Ուրեմն սկսում ենք, ունեմ script.js ֆայլ, այն աշխատացնելու համար օգտագործելու եմ terminal-ը, new terminal, այստեղ կանչելու եմ node script.js եւ ֆայլը կաշխատի։ Հիմա սկսենք, ստեղծում ենք մի հատ զանգված, const numbers հավասար է 1, 3, 4, 6, հա։ Երկրորդ ամենամեծ թիվը այստեղ 4-ն է, ամենամեծը 6-ը։ Console log, կանչում ենք function, որի կանվանը get second max։ Այստեղ ունենք argument, անունը տնենք r-ը եւ հիմա կանչում ենք, փոխանցում ենք numbers-ը։ Հիմա այստեղ ներսում, ֆունկցիայի ներսում ինչ պետք է գրել։ Սկզբի համար եկեք գտնենք ամենամեծ թիվը, ինչպես ենք դա գտնում։ Հետո վերցնում ենք ամեն մի արժեքը եւ համեմատում մեր ունեցած max-ի հետ։ Սկզբի համար max-ը կլինի առաջին էլեմենտը, հա։ Այսինքն r-ը 0, իսկ հետո մենք պետք է վերցնենք հերթով ամեն մի հատիկը մեր ունեցած զանգվածի եւ համեմատենք, եթե max-ը փոքր է r-ից, այսինքն r-ին մեծը max-ից, տարբերություն չկա, ապա max-ը հավասար է r-ի։ Սա ինչ է նշանակում, այսինքն սկզբի համար max-ը լինելու է 1, r-ին լինելու է 1, հետո r-ին կլինի 3, max-ը 1, այսինքն r-ին մեծ է max-ից, այսինքն max-ի մեջ գրում ենք 3, հետո 4, հետո 6։ Եվ վերջում վերադարձնում ենք return max։ Եկեք աշխատեցնենք, տեսնենք ինչ ստացանք 6։ Սա ամենամեծ թիվը գտանք։ Իսկ ինչպես գտնենք երկրորդ ամենամեծ թիվը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է եւս մեկ փոփոխական, որը կանվանենք second max։ Ու այն նույնպես թող սկզբի համար լինի r-ի 0։ Ինչ պետք է անենք այս second max-ի հետ։ Եթե max-ը փոքր է r-ի, հա, օրինակ 4-ը մեծ է 3-ից, չէ, 3-ը պատկերացրեք այստեղ է, 4-ը այստեղ։ Ստացվում է, որ երկրորդ ամենամեծ թիվը 4-ի դրությամբ, հա, այսքանի դրությամբ 3-ն է, քանի որ 1-ից մեծ է, 4-ից փոքր է։ 3-ը max-ի մեջ է։ Այս ցիկլի մեջ մենք պետք է ընդամենը 1 տող ավելացնենք, գրենք second max հավասար է max 1 1 1 3 1 1, ճիշտ է։ Այստեղ 1, այստեղ 1, այստեղ 3։ Ինչ է տեղի ունենում։ 3-ը մեծ է max-ից, այո, ուրեմն second max հավասար է 1-ի, max հավասար է 3-ի։ 4, 4-ն է մտնում այստեղ, 4-ը մեծ է 3-ից, այո, ուրեմն second max հավասար է 3-ի, max-ը հավասար է 4-ի։ Եվ վերջում վերադարձրեցինք, բայց այս անգամ արդեն second max, հա, քանի որ խնդրի պահանջը մեզանից ակնկալում է վերադարձնել երկրորդ ամենամեծ թիվը։ Եվ ստացանք այստեղ 4։ Շատ լավ, կարծես թե լուծեցինք խնդիրը, բայց պետք է հաշվի առնել, որ մեր զանգվածը բավականին պարզ զանգված է եւ թվերը աճում են։ Սկզբից մինչև վերջ։ Իսկ ինչ կլինի, եթե օրինակ թվերը սկսեն նվազել։ Եվ 5-ը տեսնում եք այստեղ է արդեն գտնվում։ Երկրորդ ամենամեծ թիվը կլուծի սա։ Ստուծումը կաշխատի զանգվածի համար։ Չաշխատեց, ինչպես տեսնում եք, երկրորդ ամենամեծ թիվը 5-ն է, բայց այստեղ մենք տեսնում ենք 4։ Ինչի այդպես տեղի ունենում, քանի որ 5-ը մեծ չէ max-ից, հա, max-ը 6 է, r-ին 5։
այս պայմանի մեջ չի մտնում եւ second max-ը մնում է 4։ Դրա համար մենք պետք է ավելացնենք եւս մեկ պայման։ Հակառակ դեպքում եթե RI-ին փոքր է max-ից եւ RI-ին մեծ է second max-ից, այսինքն 5-ը մեծ է 4-ից, բայց փոքր է 6-ից, ճիշտ է։ Ապա այս դեպքում second max-ը հավասար է RI-ին։ Հիմա եկեք աշխատեցնենք, տեսնում եք պատասխանը 5։ Եթե RI-ին փոքր է max-ից, այսինքն 5-ը փոքր է 6-ից, եւ RI-ին մեծ է second max-ից, 5-ը փոքր է 4-ից։ Տեսնում եք, խնդիրը լուծվեց։ Եկեք ավելի բարդացնենք, հա, օրինակ այստեղ ավելացնենք -1, -2, -10, տեսնենք հիմա ինչ կլինի, աշխատում է։ Իսկ ինչ կլինի, եթե օրինակ այս 6-ը լինի ոչ թե վերջում, այլ լինի նաև սկզբում։ Այդ դեպքում կաշխատի ձեր կարծիքով։ Ոչ։ Ինչի համար, որովհետև մենք ստեղ սկզբում տվել ենք RI0, 6 ու արդեն մնացած լոգիկան չի աշխատում, քանի որ սկզբնական թիվը մենք ընտրել ենք շատ մեծ թիվ։ Ինչը խնդիր է։ Իսկ եթե օրինակ դնենք այստեղ, չգիտեմ, -1000, տեսնում եք, երկու դեպքում -1000 տվեցիք եւ խնդիրը լուծվեց։ Իրականում կարող է զանգվածը լինել ավելի փոքր թվեր, օրինակ լինի -2000 եւ -1000-ը այստեղ նույնպես չաշխատի։ Դրա համար, որպեսզի վստահ լինենք մեր լուծման մեջ, օգտագործում ենք մինուս անվերջություն։ Ցանկացած թիվ մինուս անվերջության հետ համեմատելուց այդ թիվը լինելու է ավելի մեծ։ Այսպիսով մենք լուծեցինք այս խնդիրը, լուծումը հեշտ է, ինչպես տեսնում եք, ընդամենը մեկ ցիկլ ենք գրել, այսինքն սա նաև արդյունավետության տեսակետից բավականին արագ աշխատող լուծում է։ Եթե ձեզ դուր են գալիս, հետաքրքրում են նմանատիպ տեսահոլովակներ, JavaScript-ի եւ ոչ միայն ընդհանուր վեբ ծրագրավորման հետ կապված, կարող եք հետևել YouTube-յան ալիքին, հետագայում շատ նոր հետաքրքիր վիդեոներ եմ տեղադրելու եւ եթե հետաքրքրված եք ծրագրավորման դասերով, կարող եք գրել ինձ եւ գրանցվել։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։